SA Foundation հիմնադրամի աջակցությամբ Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ նվիրված հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Ինվալիդ, Տունտունիկ եւ Խոխա մանկապարտեզներին տրամադրվել են գրասենյակային սարքավորումներ, սկսվել են մանկապարտեզներից մեկի երաժշտական սենյակի վերանորոգման աշխատանքները։ Բոլոր մանկապարտեզները բացվել են Երևանում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողմից։ Ցավոք սրտի Արցախում տարիներ շարունակ այս տոնը նշում ենք մեծ խանդավառությամբ եւ նշում ենք որպես եռատոն, մեզ համար եռատոն էր մայիսի 9-ը։ Բայց ավաղ սրտի ինչ եղավ, մենք բոլորս տեսնում ենք, գիտակից ենք, բայց մենք չենք հուսահատվում, չենք կործանվում, ուզում ենք քայլել առաջ եւ այստեղ ստեղծել մի այնպիսի մթնոլորտ, որպեսզի մեր բալիկներին մենք կարողանանք դաստիարակել հայեցի, որպեսզի տանք այն արժեքները, որը որ կարևոր է մեր հայազգին։ Մեր բալիկները պետք է լինեն շատ գրագետ, ուժեղ, խիզախ, ազնիվ, հայրենասեր։ SA Foundation հիմնադրամի առաքելությունն է օգնել երեխաներին եւ ուսանողներին, ստեղծել ներդաշնակ եւ ապահով ապագա Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Հիմնադրամն իրականացնում է տարբեր կրթական նախագծեր երիտասարդներին ապահովելով որակյալ կրթություն, հասանելիությամբ, օգնելով նրանց իրացնել իրենց ներուժը եւ ներդրում ունենալ երկրի ապագայի գործում։ Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկը SA Lab նախագիծն է, որի շրջանակներում 18 տարեկանից փոքր երիտասարդներին սովորեցնում են ծրագրավորում, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում արհեստական բանականություն։ Այս նախագիծը օգնում է դեռահասներին զարգացնել թվային դարաշրջանում պահանջված հմտություններ եւ պատրաստում է նրանց հաջողակ մասնագիտական զարգացմանը։ Այն ամենը, ինչ որ բալիկների համար տոն կլինի, երջանկություն կբերի, մենք այդ ուղղությամբ կկատարենք մեր առաքինությունը անմնացորդ նվիրումով։ Ամեն ինչ կտանք հանուն մեր բալիկների, որպեսզի ապահովենք նրանց խաղաղ ապագան։ Ինչպես ասում են, ազգի գոյության պահապաններն են լեզուն, մշակույթը, դպրոցը եւ իհարկե մանկապարտեզը։ Եթե այս բոլորը առաջ են քայլվում համակայլ, այդ դաշինքից ծնվում է այն հավատը, որը մեզ ուժ է տալիս, հույս է տալիս առաջ շարժվելու, առաջ քայլելու, ստեղծագործելու, արարելու։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Ելենա Հարությանի խոսքով հիմնադրամի ուշադրության կենտրոնում են նաև կրոնական ինստիտուտներին աջակցությունը, ավանդույթների պահպանումը եւ մարդասիրական օգնություն ցուցաբերելը։ Թող որ լռեն զենքերը, ուրախ հնչեն երգերը, թող երկն ու պարը միշտ թևածի հայոց աշխարհում։ Հիմնադրամի նպատակը ոչ միայն առկա խնդիրների լուծումն է, այլև կայուն եւ երկարաժամկետ բարեկեցության հիմք ստեղծելը։